2025 թվականի տարեկան տվյալներով արձանագրվել է տնտեսական ակտիվության բավական բարձր աճի տեմպ։ ՏԱՑ-ը կազմել է 9,1%, շուրջ 1,1%-ային կետով բարձր լինելով 2024 թվականի ցուցանիշից։ Աճի տեմպը հիմնականում արագացել է տարեվերջին, պայմանավորված արդյունաբերության վերականգնմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել ոսկու վերարտահանման ակտիվացմամբ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության դինամիկան շարունակում է պայմանավորված լինել արտաքին գործոններով։ Արդյունաբերության աճի տեմպն արագացել է տարեվերջին, հիմնականում պայմանավորված ոչ կայուն գործոններով։ Արդյունաբերության ոլորտի աճի տեմպը տարեվերջին էականորեն արագացել է, դեկտեմբերին հասնելով 38,6%-ի, սակայն այդ աճի զգալի մասը, շուրջ 19,9%-ային կետը, նոյեմբեր ամսվա տվյալներով պայմանավորված է հիմնական մետաղների արտադրություն ենթավորոտի շուրջ 2,9 անգամ աճով։ Վերջինս հիմնականում արտացոլում է ոսկու վերարտահանման աճը, ինչը բնականաբար կայուն երևույթ չէ եւ կարող է չեզոքանալ Հայաստանի Հանրապետության տնտեսությունից անկախ գործոնների հետևանքով։ Հետևաբար այս տեսակի տնտեսական աճը կայուն չէ եւ չի նպաստում երկարաժամկետ պոտենցիալի բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց կաշառք են ստացել։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձանցից մեկը նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին 2025 թվականի նոյեմբերին նրանից պահանջել է 200,000 ՀՀ դրամ կաշառք, մինչև 2,5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումը չարձանագրելու համար։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մյուս պաշտոնատար անձը ևս տեղյակ լինելով տվյալ վարչական շրջանի հասցեներից մեկում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին հիշյալ հասցեի բնակչի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու եւ նշված խախտումը չարձանագրելու նպատակով նրանից պահանջել եւ 2025 թվականի հոկտեմբերին ստացել է կաշառք։ Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիան մտահոգություն է հայտնում կասկած հարուցող արտերկրյա կառույցների Հայաստանում գործունեության վերաբերյալ։ Ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիան ուսումնասիրել է չեխական Առնիկա հասարակական կազմակերպության վերջին հրապարակումներն ու գործունեությունը Հայաստանում եւ լուրջ մտահոգություն է հայտնում դրանց մասնագիտական մակարդակի, թափանցիկության եւ նպատակների Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիան կարևորում է անկախ բնապահպանական հետազոտությունները, սակայն նման գործունեությունը պետք է իրականացվի ազգային օրենսդրությանը խիստ համապատասխան, գիտական էթիկային, թափանցիկության չափանիշներին եւ ծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերին։ Արդեն մի քանի տարի շարունակ չեխական Առնիկան հետազոտություններ է իրականացնում, թիրախ ընտրելով հատկապես Հայաստանը եւ ոչ օրինակ Ադրբեջանը։ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը երկրի տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է եւ գործում է ազգային օրենսդրության եւ ոլորտային կարգավորումների շրջանակներում։ Ոլորտի նկատմամբ ցանկացած քննադատություն պետք է հիմնված լինի ստուգված փաստերի, մասնագիտական չափանիշների եւ իրական գիտական ուսումնասիրությունների վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կարգավորումների եւ լիարժեք վերահսկողության շրջանակներում։